Ողջույն, դուք դիտում եք Silinet Business-ը, տաղավարում հյուրընկալել եմ Amundi Agba Asset Management-ի գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Ասլանյան, կենսաթոշակային համակարգը, որ Հայաստանում ներդրվեց, այդ ժամանակ բացառապես խոսակցությունները, որ սոցիալական կողմի մասին էին, ռեֆորմի, որ այն սոցիալական ապահովության գործիք է, բայց այսօր բացի սոցիալական ապահովության գործիք լինելուց նաև տնտեսական գործոն է, որովհետև հսկայական դրամական միջոցների է տիրապետում եւ ներդրումներ իրականացնում տարբեր ակտիվներում, սկսած տեղականից նաև մինչև միջազգային ֆոնդեր։ Այդ առումով ինչպես է գնահատում ձեր կառավարությունների մակրոտնտեսական ազդեցությունը հատկապես Հայաստանի տնտեսության վրա։ Շատ շնորհակալություն հրավերի համար։ Ճիշտ եք, առաջնային նպատակը, երբ որ ռեֆորմը ձևավորվում էր, նախանշվում էր, առաջնային սոցիալականն էր, որը հասնել բարեկեցիկ կենսաթոշակային մակարդակի մեր երիտասարդ սերնդի համար։ Իսկ ինչպես ենք դա չափում ենք փոխհատուցման գործակցով, մասնավորապես ապահով ծերություն, այո։ Երկրորդ գործոնը դա տնտեսության մեջ երկար փողերի հայտնվելն էր, որը պետք է օգներ տարբեր ընկերություններին, տարբեր թողարկողներին, որպեսզի միջոցներ ներգրավեն եւ ֆինանսավորեն իրենց զարգացման կարիքները։ Հետո կենտրոնանանք կոնկրետ տնտեսական ազդեցության վրա։ Եթե օրինակ նայենք մեր 2014 թվականի ներդրումների բաշխվածությունը հայաստանյան տնտեսության մեջ, ապա կտեսնենք միայն պետական պարտատոմսեր եւ ժամկետային ավանդներ։ Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձևավորվել դիվերսիֆիկացված պորտֆել, ոչ միայն Հայաստանից դուրս, այլև Հայաստանի տարածքում, այսօր ունենք բազմաթիվ ակտիվների դասեր, պետական պարտատոմսեր, կորպորատիվ պարտատոմսեր, ներդրումներ տնտեսության իրական հատվածում, նոր թողարկողներ, հեջավորման գործիքներ, դրամական շուկայի գործիքներ, եւ այս շարքը կարող եմ շարունակել, եւ այս ազդեցությունը մենք նոր տեսնում ենք, ինչպեսի ազդեցությունի տարբեր ընկերությունների եւ տնտեսության եւ ընկերությունների մակարդակում։ Շատ լավ, լոկալ ներդրումները եւ միջազգային ներդրումների բաշխվածությունը ձեր մոտ ինչպիսին է։ Եվ արդյոք լոկալ ներդրումները աճում են։ Հուլիս ամսվա վերջի դրությամբ Amundi Agba-ի կողմից կառավարվող 3 կենսաթոշակային ֆոնդերի ընդհանուր ակտիվների մեծությունը կազմել է 853 միլիարդ դրամ, որի ավելի քան 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար, ավելի քան 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար, որի առույցի բաժինը կամ 66%-ը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ։ Մնացած 34%-ը դրանք միջազգային ներդրումներն են, որոնք էլ բերում են մեր կենսաթոշակային ֆոնդերի դիվերսիֆիկացիա։ Այս ընթացքում փոխվել է ներդրումային պորտֆելի այսպես գերակայությունը, սկզբից եղել է ավելի շատ միջազգային ներդրումներ, հետո լոկալն է աճել, թե ի սկզբանե 60%-ը միշտ եղել է Հայաստանի տնտեսությունում ներդրված։ Դա կൂട്ടական կենսաթոշակների օրենքով սահմանված պահանջ է, որ միջոցների առնվազն 60%-ը պետք է ներդրված լինի դրամային գործիքներում, եւ հետեւաբար միշտ առույցի բաժինը եղել է Հայաստանում։ Այդ համամասնությունը պարբերաբար փոխվում է, բավականին հաճախակի ես կարող եմ ասել, լինելով մեր սպասումների, շուկայական հնարավորություններից, իրացվելիությունից եւ նրանից թե ինչա տեղի ունենում աշխարհում։ Ուղղակի առաջ ենթադրում եմ, որ շատ պարտատոմսերում էր ներդրվում, պետական պարտատոմսերում հիմա որ գործիքները շատացել են տեղական բորսայում, նաեւ այդ գործիքներում տարբեր գործիքներում են ներդրվում։ Իսկ եթե հայաստանյան ներդրումների բաշխվածությունը նայենք, սկզբնական շրջանում հիմնականում պետական պարտատոմսեր եւ բանկային ավանդներ, իսկ հիմա ունենք նաեւ ոչ ֆինանսական հատվածի ընկերություններ Հայաստանում, շուրջ 10 ընկերություններ, որտեղ մենք ուղղակի ներդրումներ ունենք։ Ոչ միայն անուղղակի կերպով բանկերի միջոցով կամ տարբեր ներդրումային ֆոնդերի միջոցով, այլ ուղղակի ընկերություններում ունենք ներդրումներ։ Վերջին տարիներին որոշում կայացվեց, որ նաև ձեզ թույլատրվեց, կենսաթոշակային ֆոնդերին թույլատրվեց իրենց ունեցած շրջանառության, ասած մինչև 10%, եթե չեմ սխալվում, ներդնել նաև ընկերություններում կամ պրոյեկտներում, որոնք մեծ հաշվով, այսինքն ցուցակված չեն եւ թափանցիկության տեսանկյունից չունեն այն թափանցիկությունը, ինչ կունենային ցուցակված բորսայում ցուցակված ընկերությունները, Արդյոք արդեն այդ ուղղությամբ կան հստակ տեղաշարժեր եւ այդտեղ ռիսկայնությունը ինչպես է գնահատվում, որովհետեւ այնուամենայնիվ խոսքը այն ընկերությունների մասին չեն, որոնք իսկապես հանրային շատ մեծ թափանցիկություն ունեն։ Ճիշտ եք, օրենքի տրամաբանությունը այնպեսին է, որ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները պետք է ներդրվեն ցուցակված ընկերություններում, որոնք ավելի թափանցիկ են, ավելի հաշվետու են, բայց օրենքի փոփոխությունները հաշվի առնելով նաև մեր վերջին 10-12 տարիների հայաստանյան փորձը, որտեղ ռիսկերը պատշաճ կառավարվում են, որոշում կայացվեց, որ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին հնարավորություն ընձեռվի, որպեսզի միջոցների որոշակի չափ, մինչև 10% ներդրվի ոչ իրացվելի ակտիվներում անուղղակի կերպով։ Փոփոխությունը տեղի ունեցավ 2025 թվականի
առաջի կես մարտ ամսին մասնավորապես քննարկվում էր ավելի շուտ, այո, ունեցավ։ Մենք առաջարկել ենք փոփոխությունները 21 թվականին դեռևս, բայց 25-ին դա տեղի ունեցավ, որը կարևոր են գնահատում, եւ դրանից կարճ ժամանակ անց սկսեցինք աշխատել մեր առաջին ներդրումային հնարավորության վրա, որը AI արհեստական բանականության տվյալների կենտրոնի մասին է խոսքը, բոլորս լսել ենք, կարծում եմ։ Հուլիս-օգոստոս ամիսներից շատ ակտիվ սկսեցինք աշխատել եւ գործարքը փակեցինք, կարող եմ ասել, միայն մայիս ամսին։ Այնքան սա մի քանի ամսվա ինտենսիվ աշխատանքերի ընթացքում դուք ճիշտ նշեցիք ռիսկերի կառավարումը ինչպես է տեղի ունենում, քանի որ ոլորտը շատ սպეციფიկ է, նաեւ սպეციფიկ գիտելիք է պահանջում, որը ներդրումային կամ ֆինանսական չի։ Այս դեպքում մեզ բավականին մեծ օժանդակություն ցուցաբերեց մեր մայր ընկերությունը Amundzin եւ իր գործընկերները օգնելով առավել ճիշտ գնահատել վերհանել են ռիսկերը, ոչ միայն ֆինանսական, տնտեսական, այլև տեխնիկական, ճարտարապետական, բոլոր առևտրային ռիսկերը, որը նաեւ կիսվեցինք մեր մյուս ֆինանսավորող կառույցների հետ մեծ ուրախությամբ եւ արդյունքում կյանքի կոչվեց այս պրոյեկտը շատ կարեւոր։ Կարող եք չափ ասել որքան եք ներդրել։ Մենք ներդրել ենք 20 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք միջոցներ կամ մեր ակտիվների, այո, դատակենտրոնում կամ մեր ընդհանուր ակտիվների 1% չափով մեր կենսաթոշակային 3 ֆոնդերի 3 ֆոնդերն էլ մասնակցել են ներդրմանը եւ մի քանի օրից արդեն մենք կենտրոնը արդեն կգործարկվի եւ կսկսի իր արտադրությունը, այսպես ասած, Firebird-ի մասին է, կենտրոնի մասին է, հրազդանում որ գործարկվելու է։ Շատ լավ, եկամտաբերության պատկերը ինչպիսին է, որովհետև եղել են տարիներ, որ կամ 1 տարի, որ եկամտաբերություն անգել է, բայց հիմա ինչպիսին է պատկերը միջին եկամտաբերություն ձեր ներդրումների։ 22 թվականին ունեցանք բացասական արդյունք, իդեպ դա վերջին 12 տարիների մեջ միակ տարին էր, երբ կենսաթոշակային բոլոր ֆոնդերը ունեցան բացասական արդյունք, բայց ի ուրախություն մեզ բոլորիս 22 թվականի 4-րդ եռամսյակից արդեն պատկերը էական փոխվեց եւ դրանից հետո յուրաքանչյուր տարի մենք ունեցել ենք երկնիշ աճ եկամտաբերության եւ եթե միջին տարեկանացնենք 8.2% շրջանակներում ենք վերջի 12 տարիների միջին տարեկան եկամտաբերությունը։ Հաղորդումից առաջ դուք ինձ գիրք նվիրեցիք, կոչվում է երիտասարդ նոր սերնդի թոշակառուները, ներողություն, եթե ճիշտ եմ հիշում գրքի վերնագիրը։ Հիմա նոր սերնդի թոշակառուների մասին հարց եմ տալու։ 20 տարեկան երիտասարդը երբ սկսում է աշխատել, պատկերացնենք, վերցնենք 20 տարեկան երիտասարդը երբ սկսում է աշխատել եւ արդեն դառնում է կենսաթոշակային կուտակումներ իրականացնող խնայողություններ կատարող, հա, 63 տարեկան հասակում ինքը 43 տարի հետո մոտավորապես միջինացված որքան կարող է կուտակել եւ որքան թոշակ ստանալ։ Համակարգի հիմքում այդ բարեկեցությունը ապահովել նշանակում է դա չափելի սարքել, այլ կերպ ասած, դա վերջին կենսաթոշակ բաժանած վերջին աշխատավարձ։ Այդ անցումը ինչքան կլինի, ռեֆորմի հաջողության որպես չափանիշ ընդունվում է 50% մակարդակը, այսինքն մեր թոշակը մեր վերջին աշխատավարձի կեսը որ լինի, դա արդեն մեծ ձեռքբերում է։ Բայց եթե մենք ունենք ձեր բերած օրինակում 20 տարի երիտասարդ, որը 40+ տարի կուտակում է, այս ցուցանիշը կարող է հասնել 70-80% կամ ավելի բարձր, այնքան անցումը դեպի աշխատանքային տարիքից դեպի կենսաթոշակային տարիքի տվյալ անձի համար լինելու է հնարավորինս մեղմ եւ ծախսերի առումով էական տատանողականություն չի առաջացնում։ Եթե պատկերացնենք, որ չգիտեմ, սրանից 43 տարի հետո ինքը կունենա ամենավերջին աշխատավարձը կլինի օրինակ 1 միլիոն դրամ, պատկերացնենք բարձր, հա, պետք է որ այդքան լինի, որովհետև կյանքը հոսում է, եւ կամ չգիտեմ 1.5 միլիոն դրամ, ապա ինքը պետք է որ ստանա մոտավորապես 1.5 միլիոն դրամի դեպքում մինչև 1.3 միլիոն դրամ, 1.2 միլիոն դրամ թոշակ։ Եթե մենք վերցնենք այն պատմությունը, որ ունենք 12 տարվա պատմությունը, իսկ որը շատ սահուն չի եղել, ունեցել ենք բազմաթիվ շոկեր, եւ դա տարածենք 43 տարի, ապա այո, մենք այդ ցուցանիշին մոտ ցուցանիշի կհասնենք։ Շատ լավ, տեսեք, դրսի շուկաները հիմնականում ապահովում են ավելի բարձր իրացվելիություն, այնտեղ ավելի շատ է զարգացված գործիքակազմերի ներդրումները եւ տեղական շուկան դեռ նոր է զարգանում, հա, այս տեղական շուկայի թեպետ ավելանում են գործիքները, բայց թեր զարգացած իրավիճակը, այսինքն ամբողջապես չզարգացած իրավիճակ է, կաշկանդում է ձեր ներդրումները տեղական շուկայում, այսինքն դուք շատ, որտեղ երբեմն լինում է, որ նույն տնտեսագետները ասում են, որ Հայաստանում պրոյեկտ ֆինանսների այլևս խնդիր չկա, երկար փողեր կան, Հայաստանում պրոյեկտների խնդիր կա,
որպեսզի իրացվելի եւ համոզիչ պրոյեկտներ լինեն եւ ներդրողները տեղ են ման գալիս, որ ուղղակի այդ ներդրումները կատարեն։ Կա այդ խնդիրը։ Այդ խնդիրը ունենք, այո, բայց մենք տեսնում ենք, որ ավելի մեղմանում է այդ խնդիրը, քանի որ նոր թողարկումներ ունենք շուկայում, ինչպես նշեցի, երևի կնշի 23 թվականը հատուկ, որից սկսած մենք սկզբից ունեցանք խոշոր ընկերությունների մուտք դեպի մեր կապիտալի շուկաներ, իսկ վերջի շրջանում նաև փոքր եւ միջին ձեռնարկություններ, այս պահին շուրջ 25-30 ընկերություն թողարկած պարտատոմսեր ունեն, ոչ ֆինանսական ընկերությունների մասին է խոսքը կապիտալի շուկայում, որոնք բնականաբար մեզ համար ներդրումային հնարավորություններ են եւ այդ ընկերություններից որոշներում մենք ունենք ներդրումներ։ Իհարկե շատ ավելի լավ կլիներ, եթե այդ ընկերությունների թիվը շատ ավելի արագ աճեր, հնարավորությունները շատ ավելի լայն կլինենք այս հատոշակային ֆոնդերի համար, ընտրությունը շատ ավելի հեշտ կլիներ, բայց մենք տեսնում ենք, որ դրական դինամիկա ունենք այստեղ եւ ընկերությունները պատրաստակամ են գալ կապիտալի շուկաներ եւ անցում կատարել ավանդական ոչ միայն անցում կատարել, այլ դիտարկել, զուգահեռաբար բանկային վարկին զուգահեռ դիտարկել նաև կապիտալի շուկաների միջոցների ներգրավումը, որը շատ ավելի արդյունավետ է իրականացնում այդ բաշխումը տնտեսության մեջ ռեսուրսների եւ դրանով նաև բերում է խթանում է տնտեսական աճին։ Ներդրումների զգալի մասը ես ճիշտ եմ հասկանում, որ արտարժույթով է ձեր եւ դոլար դրամ փոխարժեքի տատանումները ինչպես են ազդում եկամտաբերության վրա, ձեր գնահատականների վրա։ Ներդրումների փոքր մասն արտարժույթով 34%-ն է միայն։ Եթե 60% Հայաստանում է ներդրվում, միայն 34%-ն է արտարժույթով։ Դրամի արժևորումը ինքը բացասաբար ազդում կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վրա, բայց այս մասով մենք միջոցներ նախկինում ձեռք ենք առել եւ դա շարունակում ենք անել, մասնավորապես հեջավորումը, որը նշանակում է մեր արտասահմանյան ներդրումների պաշտպանումը դրամի արժևորումից։ Ինչպես է դա պաշտպանում։ Դա հատուկ գործիքներ կան, օրինակ փոխարժեքային swap գործիքներ, որը կնքեցինք դեռևս 22 թվականին վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ։ Փոխարժեք է ֆիքսվում հեռանկարի համար, հա։ Ոչ թե մենք արտարժույթ ենք ձեռք բերում, որի գինը ընկնում է վնասվում ենք, այլ փոխանակում ենք ժամանակավոր մի քանի տարվա համար, հետո վերադարձնում ենք։ Եվ այդ փորձը մենք այդտեղ 2-3 տարի շատ ակտիվ աշխատեցինք, որտեղ դա ենթադրում էր նաև բանակցություններ, օրենսդրական փոփոխություններ։ Այդ փորձը օգնեց մեզ նաև տեղայնացնել եւ նմանատիպ պայմանագիր կնքել ազգային հիփոթեկային ընկերության հետ, մեր հայաստանյան, որը կրկին ուղղված էր հեջավորմանը, մեր ռիսկերի կառավարմանը։ Այդ երկու գործիքներն էլ այս պահին գործում են եւ որոշակի չափով մեղմել են այն բացասական ազդեցությունը, որ մեր ազգային արժույթի արժևորումը ունեցել է կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վրա։ Բայց այստեղ նշեմ, որ մյուս ակտիվների շատ արագ, շատ բարձր եկամտաբերությունները էական ապահովել են, որպեսզի ֆոնդերի եկամտաբերությունը լինի բավականին բարձր, ինչպես խոսեցինք 8.2%։ Այսինքն ռիսկերը ինչ-որ առումով կոմպենսացվել են, հա, այդ կորուստները այո, ինքը բացասական արդյունքը փոխարժեքից ավելի քան փոխհատուցվել է այլ ակտիվների դասերի դրական եկամտաբերության։ Լավ, որպես նաև բորսայում խոշոր խաղացող, հա, ձեր կարծիքով ինչ պետք է փոխվի, որ հայաստանյան ընկերությունները ել ավելի շատ ձգտեն կորպորատիվ պարտատոմսեր թողարկեն, ել ավելի շատ ձգտեն բանկային գործիքներից մի փոքր այն կողմ գնալ եւ մի փոքր ջանք թափել եւ սկսել շուկայում ել ավելի ակտիվ խաղալ եւ երկար փողեր ներգրավել։ Այս փոփոխությունների մեջ, ինչպես նշեցի, բազմաթիվ ընկերություններ արդեն շուկայում կան, նաև փոքր եւ միջին ձեռնարկություններ, էական դեր է կատարել նաև կառավարության որոշումը, որպեսզի սուբսիդավորի օգնի ընկերություններին որոշակի ինչեւ ցուցակվել առաջին անգամ։ Դա կարևոր քայլ էր, բայց եթե ընդհանուր մեր շուկային նայենք, այստեղ կարևոր է կորպորատիվ կառավարման ստանդարտների կիրառումը։ Մեր մոտ դեռ շատ են ընկերությունները, որտեղ կան խնդիրներ տվյալների որակի, կորպորատիվ կառավարման, թափանցիկության, տնօրենների խորհրդի բացակայություն, մեկ անձի որոշում ամեն ինչում, սա ենթադրում է նաև մտածողության փոփոխություն, հա, բայց դրականը նաև որ բիզնեսում սերնդափոխություն, այո, մենք պետք է հիմա այն վիճակում ենք, այն փուլում ենք, երբ որ սերնդափոխություն պետք է տեղի ունենա, եւ բիզնեսի սեփականատերերը լրջորեն պետք է մտածեն նաև այս կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման առավելությունների մասին, ու մենք դրական տեղաշարժ տեսնում ենք այս ուղղությամբ։ Նույնիսկ շատ մենք գրեթե ամեն շաբաթ հանդիպում ենք տարբեր ընկերությունների հետ։ Եթե նույնիսկ այն ընկերությունները, որոնք այս պահին պատրաստ չեն կապիտալի շուկա գալու, բայց իրանք լրջորեն մտածում են
դրա կարևորության մասին, այսինքն կորպորատիվ կառավարման փոփոխությունների իրականացման կարևորության մասին, որը կարևոր մոտիվացիա է ընկերությունների համար։ Վերջին շրջանի ամենամոդայիկ հայտարարությունը, ամենամոդայիկ չէ, ամենաշատ լսվող հայտարարությունը դա անկայունությունն է, համաշխարհային շուկաները անկայուն են, տարբեր երկրագնդի տարբեր հատվածներում պրոքսի կամ իրական պատերազմներ են, որոնք մեզանից էլ ոչ այդքան հեռու են, այսպես ասած, տարածաշրջաններ են, որոնք ընդհանրապես հարևանությամբ են գտնվում, ինչպես են դրանք ազդում ձեր որոշումների վրա, ինչպես եք հեջավորում այդ ռիսկերը։ Ճիշտ է, անորոշությունները բավականին շատ են ու դրանց քանակը տեսնում ենք, որ չի նվազում ժամանակի ընթացքում, դեռ ավելին, մի բան էլ ավելի մեծանում է։ Այստեղ առանցքային նշանակություն է ձեռք բերում դիմակայուն պորտֆելների ձևավորումը, որի հիմքում առանցքային նշանակություն է դիվերսիֆիկացիա։ Դիվերսիֆիկացիա, այլ կերպ ասած, նշանակում է միջոցներ ներդնել այնպիսի ակտիվների դասերում, այնպիսի աշխարհագրություններում, արժույթներում, որոնք իրար հետ քիչ փոխկապակցված են եւ մյուսի բացասականը կարող է փոխհատուցվել մյուսի դրականով։ Սա անընդհատ գործընթաց է։ Մենք ամեն օր սրա մեջ ենք, այսպես ասած, եւ մեր մասնագետները մեզ շատ օգնում են, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք, որոնք են այն ընկերությունները, այն երկրները, այն արժույթները կամ ակտիվների դասերը, որոնցում պետքա այդ ճշգրտումները, փոփոխությունները իրականացնենք, որը բավականին հաճախ տեղի ունենում մեզ մոտ։ Մենք գրեթե յուրաքանչյուր շաբաթ կարող եմ ասել, որոշակի ճշգրտումներ իրականացնում ենք մեր պորտֆելում, ճիշտ է, հիմնականը պահելով երկարաժամկետ, բայց դրա շուրջ կառուցելով նաև փոքր ճշգրտումներ, որպեսզի կարողանանք կամ օգտվել այդ փոփոխություններից կամ փորձենք ռիսկերը հնարավորինս կամ վնասները հնարավորինս մեղմել։ Ավելի պարզեցնեմ հարցը, որ մեզ հասարակ դիտողների համար էլ շատ հասկանալի լինի, որոնք մասնագիտացված չեն, մասնագետներ չեն։ Պատկերացնում ենք մի իրավիճակ, այսինքն ոչ թե պատկերացնում ենք, այդ իրավիճակը կա։ Առաջին անգամ լսում է այդ ֆոնդը, կենսաթոշակային ֆոնդը, որ հսկայական միջոցներ է կառավարում, որ Ամերիկա-Իրանյան պատերազմ է սկսել։ Ինքը մեր կողքին է տեղի ունենում եւ լոկալ եւ գլոբալ կամ ռեգիոնալ եւ գլոբալ խաղացողների միջև ռազմական բախում է։ Դա ինչպես է ազդում մեծ պորտֆելներ կառավարողների կամ մեծ գումարներ կառավարող ընկերության վրա։ Ինչ որոշումներ են այդ բային կայացվում։ Ոնց է վերլուծվում իրավիճակը։ Առաջի արձագանքը դա մեր աշխարհաքաղաքական թիմը, որը տեղակայված է Փարիզում, մի քանի ժամվա ընթացքում իր կարծիքն արտահայտում, իր գնահատականն է տալիս, ինչ տեղի ունեցավ եւ դրա հնարավոր ազդեցությունները։ Առաջի ազդեցությունը բնականաբար դա էներգետիկների աշխարհաքաղաքական վերլուծություն է կատարում։ Այո, աշխարհաքաղաքական վերլուծություն է կատարում, որից հետո արդեն ներդրումային մասնագետները սկսում են կառուցել այնպիսի գործիքակազմ, որոնք հնարավորինս կօգտվեն այդ փոփոխություններից։ Այսինքն, տվյալ դեպքում բերեք ներդրումներ իրականացնենք այն ոլորտներում, որոնք էներգակիրների հետ որոշակի կապ ունեն։ Բերեք ներդրում իրականացնենք այնպիսի սպառազինություն արտադրող ընկերությունների մեջ օրինակ, շատ արդիական օրինակ եք բերում։ Բերեք ներդրում իրականացնենք օրինակ ոսկու մեջ, որը որոշակի հեջավորում կարող է ապահովել, կան սա անընդհատ գործընթաց է, սա ընդհանրապես ակտիվներ արժեզրկվում են, ինչ որ ակտիվներ արժևորվում են։ Դուք սկսում եք ներդրումներ կատարել այդ ակտիվների մեջ։ Շատ ճիշտ եք, եւ այստեղ ունենք նաեւ շատ էմոցիոնալ արձագանք շուկայի կողմից նման իրավիճակների։ Սա եւս կարեւոր հնարավորություն կարող է ստեղծել որոշակի ակտիվների համար, որպեսզի որոնք գտնում ենք, որ արժեքները էական նվազել են այդ շոկի արդյունքում, մենք փորձում ենք ձեռք բերել այդ արժեզրկված ակտիվները, բայց որոնք հավատում ենք, որ ժամանակի մեջ վերականգնելու էժան ձեռք բերել եւ կարող են ունենալ։ Այո, արդեն գինը կբարձրանա։ Լավ, հիմա Հարավային Կովկասում բավական այսպես կայուն իրավիճակ է եւ ինչ որ առումով էլ անհավատալի է, որ առաջ նախկինում ամենապայթնավտանգ տարածաշրջաններից մեկը հիմա ամենաանվտանգներից է կարելի ասել կամ ամենախաղաղներից է գոնե այս պահին եւ գնալով այդ իրավիճակը կարող է ել ավելի կայունացման միտումներ դրսևորել, որովհետեւ խոսում են խաղաղության հաստատման մասին, խոսում են տարածաշրջանային կոմունիկացիաների ուրեմն վերաբացման կամ վերագործարկման մասին, հա։ Սրանք ինչպես են ազդում այս գործընթացները եւ միտումները ձեր որոշումների վրա, նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու տեսանկյունից կամ նոր պրոյեկտների մեջ մտնելու տեսանկյունից, հա, որովհետեւ դուք Հայաստանում հաստատվեցիք, ձեր ընկերությունը հաստատվեց այն ժամանակ, երբ ակտիվ կոնֆլիկտային գոտի էր տարածաշրջանը, հիմա տարածաշրջանը վերափոխվում է։ Ընդհանուր, եթե միջազգային շուկայի արձագանքը փորձենք հասկանալ, այստեղ տեղ մենք բավականին դրական արձագանք, մասնավորապես տեսնում ենք, որ միջազգային
հեղինակավոր ընկերություններ ունակ մուտք են գործել Հայաստանի դրամական շուկա, պետական պարտատոմսեր, հետաքրքրվածություն ունեն եւ բնականաբար սա չի կարող չազդել մեր գործողությունների վրա պետական կամ հայաստանյան ներդրումների մեջ եւ մենք բնականաբար փորձում ենք գնահատել օրինակ ախորժակի ինչքան կարող է լինել եւ ինչպես կարող է ազդել եկամտաբերությունների վրա, տարբեր գործիքների դրանց գների վրա եւ ինչպիսի մարտավարություն կամ ռազմավարություն ворտեգրել, որովհետեւ այս իրավիճակում փորձել առավելագույն օգուտ քաղել մեր կենսաթոշակային ֆոնդերի համար։ Սա անընդհատ, եթե դրսի մասով մենք բավականին ակտիվ, ամեն շաբաթ այդ գործողությունները իրականացնում ենք, տեսնում ենք, որ որոշակի չափով նաև Հայաստանում եւս մեր հայաստանյան շուկայում դա կարող ենք տեղայնացնել եւ որոշակի ճկունություն դրսեւորել, ելնելով այն զարգացումներից, որ տեղի են ունենում մեր երկրում կամ մեր շուրջ։ Օրինակ, ենթակառուցվածքային ծրագրերում դիտարկում եք հնարավորությունը, եթե այդպիսի ծրագրեր իսկապես հողեղեն արդեն սկսեն իրագործվել, գետնի վրա սկսեն իրագործվել, խոսքը թրիփի մասին է, մյուսի մասին է, որ դիտարկեք հնարավորությունը հնարավոր ներդրումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք ցանկացած ենթակառուցվածքային ծրագրերում, քանի որ դրանք կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային հորիզոնին եւ ընդհանրապես ռիսկի ախորժակին պատշաճ բավարարում են ներդրում իրականացնել, դա կլինի թրիփի շրջանակում, դա կլինի այլ շրջանակների միջոցով մենք պատրաստ ենք դիտարկել եւ արժեք ենք տեսնում այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տեխնոլոգիական, տրանսպորտային ոլորտները, վերականգնվող էներգետիկա, պատրաստ ենք առնվազն ոչ միայն ֆինանսական, այլ ներդրում կատարելու, այլ նաեւ տեխնիկապես աջակցելու, քանի որ ամունձին բավականին մեծ թիմ ունի տարբեր ուղղություններով եւ պատրաստ ենք նաեւ իրենց ներգրավել տարբեր պրոյեկտներ նախագծեր քննարկելու համար։ Եվ վերջում մեկ բարձ հարց, որովհետեւ նաեւ մեր քաղաքացիները հիշեն բարբերաբար դա եւ մտապահեն, որ դեպքում քաղաքացին կարող է տարբեր երկրներում տարբեր են կենսաթոշակային համակարգերը, տեղեր կա, երբ մարդիկ կարող են ընթացս ծախսել այդ իրենց կուտակումները, տեղեր կա կարող են գնալ եւ վերցնել տարբեր պատճառաբանություններով։ Հայաստանում ինչպիսին է այդ կարգը եւ որ դեպքում քաղաքացին կարող է, այսպես ասենք, հետ ստանալ կամ վերցնել այն կուտակածը, որ կա։ Մինչև կենսաթոշակային տարիքի իրավունքով կենսաթոշակ ստանալ հստակ սահմանված դեպքեր կան, երբ անձը կարող է ստանալ իր կենսաթոշակը։ Առաջի դեպքը նա է, երբ որ անձը աշխատանքային գործունեության առաջին աստիճանի սահմանափակում ունի։ Երկրորդ դեպքը դա կառավարության որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկան, շուրջ 9 խումբ հիվանդություններ, եթե անձի մոտ հաստատվում է դրանցից որևէ մեկը կամ մի քանիսը, ապա անձը կարող է իր ամբողջ միջոցները ստանալ, եւ երրորդ դեպքը, երբ որ արտասահմանցին, ով եկել է Հայաստան, ժամանակավորապես աշխատել է, հիմա վերադառնում է իր երկիր, եւ այդ դեպքում երրորդ դեպքը դա է։ Որևէ այլ դեպք, դա կլինի հիպոթեկ, ուսման վճար, մեր բավականին շատ են զանգահարում արդյոք հիպոթեկային վճարի համար, կանխավճարի կամ ուսման վարձի համար։ Կանխազգալով է ամեն ինչ դուրս այս հարցը։ Ոչ նման դեպքերում նախատեսված չի կենսաթոշակային միջոցների օգտագործելը, իր նպատակը կոնկրետ ծառայում է մեր համար կենսաթոշակային տարիքում բարեկեցիկ կենսաթոշակ ունենալուն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Իմ զրուցակից Amundi Agba Asset Management-ի գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանն էր։ Ցտեսություն կհանդիպենք։